Մայիսի 3-ը հանրապետության բոլոր համայնքներում միավորել էր համապետական շաբաթօրյակի շուրջ, որը Սևան համայնքում անցկացվեց մաքուր Սևան կարգախոսով։ Առավոտից Սևան քաղաքում եւ համայնքի բոլոր բնակավայրերում անցկացվեց շաբաթօրյակ, որին իրենց մասնակցությունն ունեցան կրթական հաստատությունների ուսուցիչներն ու աշակերտները, առողջապահական կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքում գործող ընկերությունների, ծառայությունների, ստորաբաժանումների աշխատակիցները, բնակիչները։ Աշխատանքներին ներգրավվել է համայնքում գործող 7 տասնյակից ավել կազմակերպություն, շուրջ 4000 մարդ։ Օգտագործվել են շուրջ 18 միավոր տեխնիկա, 250-ից ավել գործիքներ։ Մաքրության հերթական օրը աղբահանության, աղբահեռացման, բարեկարգման աշխատանքներին զուգահեռ իրականացվել են նաև ծառատունկ։ Համայնքում իրականացվող շաբաթօրյակի աշխատանքները համակարգում էր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային հանձնախումբը, որի անդամները դեռևս օրեր առաջ առանձնացրել էին մաքրության տարածքները, համապատասխան սխեմաներով նշանակվել էին պատասխանատուներ ըստ բնակավայրերի եւ տարածքների։ Ծանուցագիր հիշեցումներ էին ուղարկվել կազմակերպություններ, հաստատություններ, իրականացվել էին իրազեկման աշխատանքներ։ Շաբաթօրյակի ընթացքում տարածքների մաքրությանը զուգահեռ իրականացվեց նաև հուշարձանների լվացում, որը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի նախաձեռնությունն էր։ Իրականացված աշխատանքներն ընդգրկեցին նաև այն տարածքները, որտեղ աղբի առավել մեծ կուտակումներ կային, աղբահեռացմանը հաջորդեց այդ տարածքների հարթեցումն ու բարեկարգումը։ Օրվա ընթացքում Սևան համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցներն իրականացրին հավաքված աղբի աղբավայր տեղափոխելու, ներգրավված տեխնիկայի միջոցով տարածքներն ավլելու, հարթեցման աշխատանքներ, որը կշարունակվի նաեւ առաջիկա օրերին։ Մաքրության հերթական օրը վկայում է, որ այն կենսակերպ դարձնելու գործում կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը եւ սրտացավ վերաբերմունքը հարազատ բնակավայրի, փողոցի, բակի, շրջապատի նկատմամբ։ Սևանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում այն հաստատություններին, կազմակերպություններին, ընկերությունների աշխատակիցներին, բնակավայրերի պատասխանատուներին եւ ներկայացուցիչներին, որոնք ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն, քաղաքացիական պատասխանատվություն։ Մայիսի 3-ին Սևան քաղաքում անցկացված շաբաթօրյակը համատեղվեց հետաքրքիր նախաձեռնությամբ։ Սևանում իրականացվող Սևանում թափոնների տեսակավորում ծրագրի շրջանակներում Սայաթ-Նովա փողոցի մաքրության, աղբահանության աշխատանքներին հաջորդեց աղբի տեսակավորումը, որը լավագույն հնարավորություն էր բարձրացնելու հանրային իրազեկվածությունը տեսակավորման կարևորության մասին, ինչպես նաև մեծահասակներին եւ դպրոցականներին ներգրավելու տեսակավորման գործընթացում։ Տեսակավորման ուսուցում ծրագրի փորձագետ Էմիլ Մկրտչյանը մասնակցեց Սևան համայնքում տեղի ունեցող շաբաթօրյակին, միաժամանակ մասնակիցների հետ անցկացրեց ուսուցողական իրազեկման աշխատանք, որի շրջանակներում մասնակիցները պատկերացում կազմեցին տեսակավորման գործընթացի վերաբերյալ մասնակից դառնալով տեսակավորմանը։ Փաստորեն, քանի որ քաղաքում մենք անցում ենք կատարելու այս տարի արդեն տեսակավորված աղբին, այսօր եւս մեկ հարմար առիթ է ստեղծվել շաբաթօրյակի միջոցով անցում կատարել եւ երեխաներին եւս մեկ անգամ սովորացնել տեսակավորման ամբողջ փուլը, որտեղից են գնում ինչ տիպի աղբ ենք առանձնացնելու ըստ տեսակների եւ հետեւաբար նաեւ քաղաքը բերում ենք պատշաճ տեսքի։ Ունենք հրավիրված փորձագետ Երևան քաղաքից երկար տարիների փորձով, ով Երևանում է նաեւ նույն գործը կատարել։ Հիմա փորձում ենք տեղում Սևան քաղաքում արդեն երեխաներին ցույց տալ ուսուցանել հնարավոր այդ աղբի տեսակավորման process-ը։ Սևան քաղաքում շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից Շվեդիայի ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Սևանի համայնքապետարանի հետ համատեղ։ Ավարտվեց եւս մեկ շաբաթօրյակ, սակայն համայնքում մաքրության օրը չի ավարտվում։ Այն ամենօրյա է, որն իրականացվում է Սևան համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում ՀՕԱԿ-ի կողմից, որը պետք է դառնա նաեւ Սևան համայնքի յուրաքանչյուր բնակչինը, որովհետեւ սա համայնքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի դրսեւորման ձևերից մեկն է։ Արմենուհի Ղուկասյան, Սուրեն Բարսեղյան, Գնելովանեսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։